Բարի օր շախմատասեր բարեկամներ։ Այս դասին կշարունակենք ծանոթանալ կենտրոնական սկզբնախաղի հետ։ Եվ այսպես Ե4 E5 D4 Ե թագուի D4 Ձիցե6 թագուի E3 Մեր վերջին տեսանյութը այս սկզբնախաղի մասին է, այնտեղ տեսանք, թե ինչպես են սպիտակները տարբերակների չաթում առավելություն ստանում, սևերի կողմից դիտարկեցինք ոչ այնքան ուժեղ շարունակություններ եւ այստեղ շարունակենք դիտարկել, կծանոթանանք նոր մտահղացումների, նոր գաղափարների հետ։ Եվ այստեղ սևերը կարող են խաղալ ավելի ուժեղ եւ G6 նորմալ քայլ, լավագույն քայլ, սակայն ինչու G6-ը վտանգավոր է թվում սևերի համար, շատերը այսպես չեն խաղում։ Պատճառը E5-ն է, թվում է թե E5-ը սևերին բադության մեջ է դնում, սակայն այստեղ կա G4 շարունակություն, G4 եւ թագուի E2։ Թագուի E2 այն հաշվարկով, որ G5-ին կհետևի F4։ Սակայն այստեղ կա այսպիսի գեղեցիկ, այսպիսի հետաքրքիր գամբիտային շարունակություն D6 Ե շախ եւ Փ6 D6 թագուի C7 Եվ զոհաբերված զինվորի դիմաց սևերը ունեն զարգացամեջ առավելություն, դրանց ֆիգուրներն ավելի ակտիվ են, օրինակ G3, Փ5, սպառում է F2 վերցնել, սպիտակները սևերը սպառում են F2-ը վերցնել, Փ3, G3, F3, օրինակ, կաշ փոխատեղում եւ զոհաբերված զինվորի դիմաց սևերը ունեն զարգացամեջ առավելություն եւ երկու փղի առավելություն։ Եվ այսպես G6 և E5-ը չի ստացվում սպիտակների կողմից և հետևում է G3։ Սպիտակները շարունակում են իրենց պլանը, ինչպես արդեն գիտենք առաջին տեսանյութից G3, Փ2 և երկար փոխատեղում։ Հետևում է Փ4, Փ2, փոխատեղում, երկար փոխատեղում եւ նավակ E8։ Սպառնում է Փ3, G4 կամ նավակ E4 եւ թվում է թե այստեղ սպիտակները արդեն խնդիր ունեն, ինչ որ բան այնպես չգնաց, սակայն բոլորովին էլ այդպես չէ, սպիտակների մոտ ամեն ինչ կարգին է, շարունակում է ամեն ինչ կարգին մնալ եւ շարունակում ենք Փ4։ Եվ եթե Փ3 G4, նավակ E4 չի գալի, նավակ E4-ին կհետևի Փ3 և F6 և սպիտակները կհաղթեն և G4։ Սևերը շահում են զինվոր, սակայն այդ ամենը սպիտակների ծրագրում էր, սակայն զինվորի դիմաց սպիտակներն ունեն երկու փիղ, ակտիվ խաղաքարեր, երկու ակտիվ փիղ և թագուի F4։ Սպառնում է թագուի F7 և այստեղ սևերը պետք է շատ զգուշ և ճշգրիտ խաղան, այլապես շատ վատ դրություն կստանան և այստեղ դիտարկենք մի քանի շարունակություն։ Օրինակ թագուի E7, թագուի E7-ին կհետևի նավ E1 և սպառում է F3 և ձին կբռնվի, այսպես ասած։ Թագուի F4-ին կա նավակ E7 շարունակություն, նավակ E7, պաշտպանեցին F7 դաշտը, այստեղ կհետևի այսպիսի փիղ G7, արքա G7 քայլ և F3։ G6-ին կհետևի թագուի G5, չնայած այս դիրքում սևերը պարտված դրություն չունեն, սակայն պետք է շատ ճշգրիտ խաղալ, դիրքը շատ սուր է, պետք է ճշգրիտ քայլեր գտնել, օրինակ G6, թագուի G5, արքա F8, թագուի H6, արքա E8 և թագուի G7։ Սպառնում է թագուի G8 շախ և պայքարը շարունակվում է, չնայած նավակ E6 կարող են խաղալ սևերը, սակայն սպիտակների գրոհը շարունակվում է, ֆիգուրի դիմաց նրանք ունեն մեծ ակտիվություն, սևերի արքան վատ դրության մեջ։ Եվ այսպիսի տիկ թագուի F4, սպառում է թագուի F7,
ձի D6 չի կարելի, կհետևի նավակ D6, այնուհետև թագու F7, թագու G7 մատ։ Կա նաև ձի G5 շարունակություն, ձի G5-ին կհետևի ձի H3, ձի E6, թագու G3, սպառում է փիղ E6, նավակ G7, G6, ձի F4, թագու G5 և փիղ E6, թագու G3, HG, F և այստեղ շատ գեղեցիկ նավակ H7, արքա H7, նավակ H1, արքա G8, նավակ H8 մատ, նավակ H8 արքա F7, նավակ H7 արքա F8 օրինակ, ձի G6 և նավակ G7 մատ։ Այսպես թագուի F4 և սևերի դիրքը շարունակում է վտանգավոր մնալ և այստեղ պետք է գտնել ձի F6 ուժեղ շարունակությունը պաշտպանվելու համար ձի F6 և ձի F3, D6, ձի G5, սպառում է ձի F7 կամ փիղ F7, փիղ E6, ձի E6, F, նավակ H1։ Ահա զինվորի դիմաց, ահա տեսնում եք սլաքներով նշված սպիտակների ֆիգուրների ակտիվությունը։ Սպիտակների բոլոր խաղաքայլերը գտնվում են ակտիվ վիճակում և չնայած սևերի դիրքը պարտված չէ, սակայն այն պետք է շատ զգույշ խաղալ, գտնել լավագույն քայլերը։ Օրինակ պարտիզաններից մեկում խաղացվել է D5, կարելի է խաղալ, հետևել է թագու G5, թագու G5, սպառնում է կոնկրետ սպառնալիք չունեն սպիտակները, սակայն թագու G5, թագու քայլին կարող է հետևել փիղ F6, C4 վերցնել չեն կարող, նավակը D8, պարտիզաններից մեկում շարունակվեց թագու E7 շատ վատ քայլ, և հետևեց շատ ոչ այնքան բարդ, բայց գեղեցիկ կոմբինացիա, նավակ E6, թագու E6 և փիղ D5 և պարզ դարձավ, որ սևերի դիրքը անհուսալի է, ձի D5-ին կհետևի թագու G7 մատ, ուրիշ շարունակություն թագուի կապի տակ է, սպիտակները պարզապես կշահեն թագուհին և խաղը։ Իհարկե այստեղ թագու E7-ը կոպիտ սխալ էր, ահա այս դիրքում թագու E7 պետք չէր խաղալ, այստեղ կարելի էր H6 խաղալ օրինակ։ Սևերի մոտ ամեն ինչ նորմալ է, բայց պետք է շատ ճշգրիտ խաղալ, սպիտակների դիրքը շարունակում է շատ ակտիվ մնալ։ Ահա այսպիսի տարբերակ այս տեսանյութի ընթացքում և այսպես թագու E3-ին ձի F6, ձի C3 փիղ B4, փիղ D2 փոխատեղում, երկար փոխատեղում, նավակ E8 և այստեղ պետք է հիշել փիղ C4 քայլ, փիղ C3, փիղ C3, ձի E4, թագու F4 և սպառնալիքներ, ակտիվ խաղաքարեր և պարզապես շարունակել խաղը։ Ահա այսքան այս տեսանյութում, կարծում եմ հավանեցիք և կարող եք օգտագործել և հուսով եմ, որ այն ձեզ բավականին շատ միավորներ կբերի։ Շնորհակալություն այսքանը։